Փետրվարին պարզ կդառնա, թե ում առաջնորդությամբ Հայաստան դաշինքը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ սոցհարցում են կազմակերպել, այս պահին ամենահավանական թեկնածուն ինքն է։ Ես համարում եմ, որ իզից լավ ոչ ոք չի կարող այս ճգնաժամային իրավիճակից երկիրը հանել, այսօրվա սուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը։ Թրիպը դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը, ասել է Ռոբերտ Քոչարյանը ու նկատել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որ Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող որևէ երկիր ներգրավված չլինի Թրիպի ծրագրում։ Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա Ադրբեջանի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, որին հետևել են իրավական գործընթացներ, այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հայտնի է, որ Սարգսյանը ներկայացված չի լինի ԿՊԱ-ական նախընտրական ցուցակում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործը վճռապետ դատարանի տիրույթում է։ Վերաքննիչ դատարանը դատական սխալի առկայության պայմաններում գործը չի բեկանել։ Փետրվարի 2-ից Յուքոմ ծառայությունների դիմաց վճարումները հասանելի չեն լինի վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։ Այս մասին հայտարարություն է տարածել Յուքոմ ընկերությունը։ Կառավարության որոշմամբ 2025 թվականի ձմեռային զորակոչը կերկարաձգվի մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը։ Որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, դեպքի վայր են մեկնել 15 մարտական հաշվարկ։